Սիրելիներ, պատրաստ եք Տիրոջը երկրպագել։ Ամեն, բարի լույս բոլորիդ։ Տերը ձեզ շատ օրհնի, թող այս օրը օրհնված լինի։ Այս օրը Տերը հատուկ պատրաստել է ձեզ համար։ Ամեն։ Հալելույա, որովհետև մի նոր բան է ուզում ձեր կյանքում անել Տերը։ Հալելույա։ Պատրաստենք մեր սրտերը։ Հալելույա, Տեր։ Շնորհակալ ենք քո ներկայության համար, Տեր։ Քո Սուրբ Հոգու համար, որ այս վայրում է, Տեր, եւ դու գալիս ես ժամանակին, Տեր։ Ճիշտ է, մարդիկ հաճախ ուշանում են, բայց դու այստեղ ես, դեռևս մեր գալուց առաջ։ Եվ քո մնայուն ներկայությունը մեր վրա է։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Քո Սուրբ Հոգու ներկայությունն է, որ մեզ կենթանացնում է, Տեր։ Հալելույա։ Շնորհակալ ենք, որ մենք կոչվում ենք հոգեգալստյան եկեղեցի, որովհետև քո հոգին է, որ կյանք է տալիս։ Օրենքը տարը սպանում է, մարդու սարքած օրենքներն ու կանոնները սպանում են, բայց քո հոգին է, որ կենթանացնում է մեզ։ Եվ մենք ուզում ենք, Տեր, մեր սրտերը բացենք քեզ համար, որպեսզի դու քո հոգով գործես մեր մեջ։ Որպեսզի դու մեզ միաբանես քո սիրո կապով, Տեր։ Հալելույա։ Քո սերը դա կապն է, որ միաբանում է։ Եվ ես աղոթում եմ, որ դու միաբանես մեզ քո սիրո կապով, որ մենք ունենանք մեկ հոգի եւ մեկ շունչ, Տեր, եւ մեկ տեսիլք։ Հալելույա։ Հալելույա։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Առաջի երկի վառերը չունենք, բայց շատ ենք երկել այս երկը։ Պարզ մի երկ շնորհակալության, գողության խաչի համար։ Գոհանում ենք քեզանից, Տեր։ Գողության խաչի համար գոհանում ենք քեզանից։ Գողության խաչի համար գոհանում ենք քեզանից, Տերի, քո թափված արյան համար մենք քեզ փառք ենք տալիս, Հիսուս արժանի երկրպագության, Հիսուս արժանի ես, փառաբանության, Հիսուս արժանի ես, ողջ փառք ընդունեմ, փառք ես Տեր Հիսուս, Հիսուս արժանի ես, երկրպագության, Հիսուս արժանի ես, փառաբանության, Հիսուս արժանի ես, ողջ փառք ընդունեմ, փառք ես Տեր Հիսուս, Հիսուս արժանի ես, երկրպագության, Հիսուս արժանի Հիսուս արժանի ես, ողջ փառք ընդունեմ, փառք ես Տեր Հիսուս, բացրացրու ձեռքերդ, ասա փառք ես Տեր Հիսուս, Տեր Հիսուս, փառք ես Տեր Հիսուս։ Simple song of love
things you've done, my loving Savior, my precious Jesus. My heart is glad that you've called me your own. There's no place I'd rather be than in your arms of love, in your arms of love, in your arms of love, holding me near, holding me still, in your arms of love. Hallelujah, Տեր, քո սիրո ձեռքերի մեջ մեզ պահի, Տեր, սա է մեր աղոթքը, քո սիրո ձեռքերի մեջ մեզ պահի, Տեր, մենք քեզ փառք ենք տալիս, Հիսուս, մենք քեզ փառք ենք տալիս, Տեր. Hallelujah, we worship you and we magnify you, we glorify you, Lord. We ask you, Lord, fill us with your Holy Spirit. Լցրում ես քո հոգուլեցունությունով, Տեր։ Այն ինչ որ դու այսօրվա համարում ես մեր համար պատրաստված, ոչ թե երեկվանը, Տեր, ոչ թե նախորդ օրվանը, բայց այսօրվանը, Տեր։ Դու գնում ես առաջ եւ օգնիր, որ մենք հետևենք քեզ։ Hallelujah. Thank you, Jesus. Օրհնում ենք ես մեր էկրանները, որպեսզի մեր երգերը կարողանան։ Amen. Hallelujah. I sing a simple song of love to my Savior, to my Jesus. I'm grateful for the things you've done, my loving Savior, my precious Jesus. My heart is glad that you've called me your own. There's no place I'd rather be than in your arms of love, in your arms of love, in your arms of love, holding me near, holding me still, in your arms of love. Hallelujah. Venesim sırtı, du canapar nesim kanki, du gohutyane sarjani, Isus du tenes portines barciali, du diagalnes ais yerkri. Արարիչն ես ամենի, դու երազանքն ես իմ սրտի, Հիսուս դու Տերն ես բոլոր արքաների, սիրում եմ քեզ, պատվում եմ քեզ, խնդրում եմ քեզ, իմ հոգին լուսավորիր, բացրացնում եմ իմ ձեռքերը, գովերգում եմ քեզ իմ Տեր, քո կրակով դու ինձ փորձիր, քո սիրով շրջապատիր, սիրում եմ քեզ, պատվում եմ քեզ, խնդրում եմ քեզ, իմ հոգին լուսավորիր, բարձրացնում եմ իմ ձեռքերը, գովերգում եմ քեզ իմ Տեր, իմ
իմ Աստված, իմ Աստված, իմ արքա։ Հալելույա։ Եվս մեկ անգամ երգենք այս երգը, հրաշալի երգ է, ամեն, որովհետև նա է մեր կյանքի ապավենը։ Եթե նա է մեր կյանքի ապավենը, ապա դու հավիտյան չես սասանվի։ Հալելույա։ Մենք քեզ փառք ենք տալիս։ Դու ապավենն ես իմ սրտի, դու ճանապարհն ես իմ կյանքի, գոհության ես արժանի, Հիսուս դու Տերն ես, որդին ես բարձրյալի, դու տիրակալն ես այս երկրի, դու արարիչն ես ամենի, դու երազանքն ես իմ սրտի, Հիսուս դու Տերն ես բոլոր արքաների, սիրում եմ քեզ, պատմում եմ քեզ, խնդրում եմ քեզ, իմ հոգին լուսավորիր, բարձրացնում եմ իմ ձեռքերը, գովերգում եմ քեզ իմ Տեր, քո կրակով դու ինձ փորձիր, քո սիրով շրջապատիր, սիրում եմ քեզ, պատմում եմ քեզ, խնդրում եմ քեզ, իմ հոգին լուսավորիր, բարձրացնում եմ իմ ձեռքերը, գովերգում եմ քեզ իմ Տեր, իմ Աստված, իմ արքա, իմ Աստված, իմ արքա։ Շնորհակալ ենք Տեր, դու ես մեր կյանքի արքան, դու ես մեր կյանքի Աստվածը, դու ես միակ Աստվածը, ամեն, դու ես մեր սրտի թագավորը, դու ես մեր կյանքում համար առաջինը, մեծ է քո հավատարմությունը Տեր, մեծ է քո հավատարմությունը, սիրելիս Տիրոջ հավատարմությունը մեծ է, անսահման է, նա քեզ չի թողել Տեր, հալելույա։ Մենք աղոթում ենք, որ այս տարածքում, մեր կյանքերում, բոլոր պատերը, բոլոր խոչընդոտները, բոլոր պատնեշները, որոնք հակառակում են Աստծո գործին, որոնք ուզում են քաշեն դեպի հինը, սահմանափակեն, տկարացնեն, չեզոքացնեն, մենք ասում ենք, որ այդ պատերը թող լինեն փշրված Հիսուս Քրիստոսի անունով, քարը քարի վրա չմնա կանգնած, Հիսուս Քրիստոսի անունով, բայց թող այդ պատերը փշուր լինեն, որովհետև որտեղ, որ Աստծո հոգու օծությունն է, այնտեղ կա ինչ ազատություն, ամեն, հալելույա, պատերը քանդողոցությամբ, մյուս երգը քուրադրին է, օծության զորությունը իջնում է երկիր, պատերը քանդող օծության զորությունը իջնում է երկիր, քո խոստմունքով վերջին օրվա անձրև թափվում է երկնքից,
երկնքից մեզ վրա շնորհքով եւ փառքով քո խոստմունքով վերջին օրվա ընտրել թափվում է երկնքից մեզ վրա շնորհքով ու փառքով պատերը քանդող օծության զորությունը իջնում է երկիր պատերը քանդող օծության զորությունը իջնում է երկիր քո խոստմունքով վերջին օրվա ընտրել թափվում է երկնքից մեզ վրա շնորհքով ու փառքով քո խոստմունքով վերջին օրվա ընտրել թափվում է երկնքից մեզ վրա շնորհքով ու փառքով թափվում է երկնքից մեզ վրա շնորհքով ու փառքով Հալելույա Տեր, մենք ուզում ենք լինենք այս վերջին անձրևների մեջ, Տեր, այս վերջին արթության մեջ, եւ որ դու քո հոգին կթափես քո որդիների եւ քո դուստրերի վրա, դու խոստացել ես, ասել ես, վերջի ժամանակներում ես իմ հոգին կթափեմ իմ դուստրերի եւ իմ որդիների վրա, երիտասարդները կմարգարյանան եւ ծերերը երազներ կտեսնեն Տեր մենք ուզում ենք լինենք այդ վերջի օրերի արթության մեջ մենք չենք ուզում մերժել քո հոգուն եւ դուրս մնալ այդ ալիքից բայց մենք ուզում ենք բաց լինենք քո հոգու համար Հալելույա Փառք մենք տալիս քեզ Փառք մենք տալիս քեզ Տեր Շնորհակալ ենք քեզանից Հոգին ցնծում է իմ նման թե ոչ Հալելույա ամեն Չկա ավելի շատ ուրախություն քան Տիրոջ ներկայությունն է ամեն համաձայն եք Միասին փակ տանք Տիրոջը Տալիս քեզ գոհանում ենք բարձրացնում ենք մեր ձեռքերը մեծարում ենք քեզ Աստված փառք ենք մենք տալիս քեզ գոհանում ենք բարձրացնում ենք մեր ձեռքերը գովերքում ենք քեզ Աստված ինչ մեծ ես դու Հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման Ամբողջ այս աշխարհում ինչ մեծ ես դու Հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման Ամբողջ այս Այո Տեր, մենք քեզ փառք ենք տալիս Մենք ուզում ենք ամեն օր քեզ փառաբանել Ամեն օր քո փառաբանությունը մեր շուրթերին լինի Չհոգնենք քեզ փառաբանելով Սա լինի մեր կենսակերպը, մեր ապրելակերպը, մեր նիստ ու կացը, մեր կանալը եւ մեր պարկելը մենք փառաբանենք քեզ ամեն վայրկյան Տալիս քեզ գոհանում ենք բարձրացնում ենք մեր ձեռքերը մեծարում ենք քեզ Աստված փառք ենք մենք տալիս քեզ գոհանում ենք բարձրացնում ենք մեր ձեռքերը մեծարում ենք քեզ Աստված ինչ մեծ ես դու Հրաշքներ ես կատարում,
Չկա մեկը քեզ նման ամբողջ այս աշխարհում ինչ մեծ ես դու հրաշքներ ես կատարում չկա մեկը քեզ նման ամբողջ այս աշխարհում այո Տեր չկա մեկը քեզ նման չկա մեկը քեզ հավասար Տերերի Տեր թագավորների թագավոր Հպում ես դու ինձ, աչքերս լցվում են արցունքներով Երբ ով Տեր հպում ես դու ինձ, շուրթերս բացվում են օրհնությունով Երբ ով Տեր հպում ես դու Հոգիս ցնցում է հայտնությունով Սպասում ենք բաց սրտով ով իմ Տեր և արքա Սպասում ենք փափագով թագավոր թագավորած Սպասում ենք կարոտով որ հիմա փառքով դգաս վայելենք քեզ Ջերմորեն կրծքիդ փառված Այո Տեր Մենք սպասում ենք Տեր որ դու դիպչես մեզ դիպչես ու կենթանացնես քո կյանք տվող շնչով ինչպես որ ծաղիկը սպասում է արևին ինչպես որ Ձուկը առանց ջրի չի կարող ապրել, այնպես էլ մենք ենք առանց քո հոգու։ Դավիթն էլ գրում էր ասում էր ինչպես որ եղջերուն փափագում է ջրերի աղբյուրների, այնպես էլ մեր հոգիներն են փափագում քեզ։ Հպում ես դու ինձ, աչքերս լցվում են արցունքներով Երբ ով Տեր հպում ես դու ինձ, շուրթերս բացվում են օրհնությունով Երբ ով Տեր հպում ես դու ինձ Սում է հայտնությունով Սպասում է բաց սրտով ով իմ Տեր և արքա Սպասում է փափագով թագավոր թագավորած Սպասում է կարոտով որ հիմա փառքով դգաս Վայելեմ քեզ ջերմորեն կրծքիդ փառված Սպասում եմ բաց սրտով ով իմ Տեր և արքա Սպասում եմ փափագով թագավոր թագավորած Սպասում եմ կարոտով որ հիմա փառքով դգաս Վայելեմ քեզ ջերմորեն կրծքիդ փառված Վայելեմ քեզ ջերմորեն կրծքիդ փառված Վայելեմ քեզ ջերմորեն կրծքիդ փառված Վայելում ենք քեզ
ուղղակի ասա նրան այս խոսքերը, վայելում ենք քեզ, վայելում ենք քեզ, քո անունը մեղր է մեր շուրթերին, մեղր, մեղրից ավելի քաղցր, քո հոգին յուղ է, որ ինձ բուժում ու կենթանացնում է, հալելույա Տեր, հալելույա Տեր, քո ջերմությունը հալեցնում է ամեն սառույց, ամեն սառցե սիրտ հալվում է քո ներկայության մեջ, բարձրացրու ձեռքերդ ելիս հոգով աղոթի լեզուներով, հալելույա, շիքերելեբա սաքարանասիրիա, շիքերելեբա քարանասիրիա, լեքերելեբո սանդո, դու հոգեգալստյան եկեղեցի ես մարանաթա, ռիքանասաբարադիքերը, հոգով արթնացիր ու զորացիր, շիքերելե մանասաբրադի վիեդրե, լեքերելե մոնոսոքորոնոսադրիա, հալելույա, Hallelujah, 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 hallelujah. Չարը ուզում է քեզ սահմանափակի, չարը ուզում է քեզ այսպես պահի, որ դու չաճես, բայց Աստծո հոգին տալիս է զորություն եւ կյանք։ Լեքերելեբա սաքաննի դիվիեդրե, հալելույա։ Աստծո խոսքը խոստանում է, դու ոտք կդնես օձերի ու կարիճների վրա եւ նրանց կջախջախես եւ ոչ մի բան չի կարողանա քեզ վնասի։ Հիսուս Քրիստոսի անունով մենք կողում ենք ամեն տեսակ օձի ու կարիճի վրա, որ փորձում է խանգարել Տիրոջ գործին, որ փորձում է չեզոքացնել Տիրոջ գործը։ Հիսուս Քրիստոսի անունով իրավունք չունես։ Մենք կողում ենք քո գլխի վրա ու ասում ենք դու ոչնչացած ես։ Լեքերելեբա քարանասադրո։ Մեր պատերազմը հոգու եւ մարմնի դեմ չէ։ Մեր պատերազմը արյունի դեմ չէ, բայց մեր պատերազմը չարի, տիրակալների եւ հոգիների դեմ է։ Եվ Հիսուս Քրիստոսի անունով մենք իշխանություն ենք վերցնում այդ բաների դեմ եւ դուրս ենք վռնդում այս տարածքից։ Դուրս ենք վռնդում, դուրս Հիսուս Քրիստոսի անունով, մեր կյանքերից, մեր ապագայից իրավունք չունես։ Մենք աղոթում ենք Տեր, քո կամքը լինի, երկնքում, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Բարձրացրու քո ձայնն, ասա քո կամքը լինի Հայր, իմ կյանքում, իմ եկեղեցում, իմ ապագայում, ինչպես երկնքում է, այնպես էլ երկրի վրա, եւ քո արքայությունը գա, քո արքայությունը գա, քո արքայությունը, քո լույսի արքայությունը, քո լույսի արքայությունը, խավարը ցրվի եւ թող գա քո լույսի արքայությունը, այս երկրում, մեր կյանքերում, ինչպես որ երկնքում է, Հիսուս Քրիստոսի անունով, Փառք Տիրոջը, շնորհակալ ենք Տեր։ Սիրելիս, ուղղակի ես քեզ քաջալերում եմ, որ դու լեզուներով ամեն օր աղոթքի մեջ լինես, ավելի շատ։ Ամեն։ Բայց Աստծո հոգին նա ամեն բան իմանում է, ամեն բան քննում է։ Ճիշտ է։ Հալելույա։ Եվ նա գիտի դու ինչ կարիք ունես իրականում։ Քեզ թվում է թե դու այս մի բանի կարիք ունես, բայց կան ավելի կարևոր բաներ, որ Սուրբ Հոգին է իմանում եւ անգամ դու չգիտես։ Ճիշտ է։ Աղոթենք հոգու լեզուներով ամեն օր եւ կա մեր կյանքերում ճեղքում։ Ամեն։ Աղոթի քո երեխաների համար, նրանք ովքեր այսօր պետք է այստեղ լինեին քո հետ, բայց չեն։ Այո, քո ընտանիքի համար պիտի քո կողքին լինեին, բայց չեն։ Հոգու լեզուներով աղոթի։ Ամեն, ու թող այդ կապանքները, որ նրանց հեռու են պահում, փշրված լինեն։ Փառք Հիսուսին։ Փառքը միայն Տիրոջն է։ Ամեն։ Ինչ որ անում ենք, իր համար ենք անում։ Ամեն։ Այո։ Մեծ պատիվ է, որ մենք գալիս ենք Տիրոջ տունը։ Պատիվ է, որ Տիրոջը ծառայում ենք։ Պատիվ է, որ այդ ամեն ինչը, որ ինքը տվել է մեզ, մեր շունչը, որ մեզ տվել է, մենք օգտվում ենք, որ իրան փառք տանք։ Ամեն։ Կուզենամ միասին աղոթենք։ Տեր իմ Հիսուս ջան, հանձնում ենք քեզ այս ծառայությունը։ Հանձնում ենք քեզ մեր սրտերը, հանձնում ենք քեզ մեր մտքերը, հանձնում ենք քեզ մեր կյանքը, Տեր ջան,
Արա քո կամքը մեր կյանքերի մեջ, Տեր ջան։ Հանձնվում ենք քեզ։ Հրավիրում ենք քեզ ներս, Սուրբ Հոգի ջան։ Կաղոթենք, որ մեզի մաքրես, Տեր ջան։ Ամեն տեսակ աշխարհի բղծություններից։ Ամեն բանից, որ կուզենա, որ մեզի հեռացնի։ Ինչպես որ քո խոսքն է ասում, ինչն է մեզի բաժանելու Աստծո սիրոց։ Դժվարությունը, չարի նետերը, ոչ մի բան։ Տեր ջան, ուզում ենք, որ դու իշխես, դու առաջնորդես մեզ, օգնիր, որ լսենք քո ձայնը, Տեր ջան, ինչպես որ գառնուկները լսում են հովիվի ձայնը, լսենք քո ձայնը և քո հետևից գանք։ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում, ամեն, փառք Հիսուսին, Տերն օրհնի ձեզ սիրելիներ, այո, և այսօր մեր սիրելի քույրը մի կարճ պատկամ ակիսվելու մեր հետ, և գիտեք անգամներ մենք աղոթքա ժողովի մեջ, որ աղոթում ենք այստեղ չորեքշաբթի օրերը, և գիտեք տարբեր մեկերը, որ աղոթում են, աղոթքից երևում է այդ անձնավորության հավատքի կյանքը, գիտեք, աղոթքից երևում է, և մեր քույրը գիտեք միշտ, ես իր աղոթներ, որ լսել եմ, հենց է իր աղոթքը, որ Տիրոջն է, ինքը հանձնում իր կյանքը, և ամեն ինչն էլ ինքը ձգտում է դեպի Տիրոջ կամքը, և շատ սիրով կլսենք այսօր մի կարճ պատկամա պատրաստեք, համեցեք քույր։ Աստված իմ սրտին դրեց, որ մի բան խոսեմ, ոնց որ չեմ լսել, որ հայկական եկեղեցիներում խոսեն, այս անցյալ ամիս սեպտեմբերի 10-ին մեծ դեպք պատահեց Ամերիկայում, Չարլի Քըրքի մասին, եթե լսել եք, որ ինքը իմաստությունով լեցված, համարձակ, սիրով, երիտասարդ էր, որը երիտասարդն գնում էր քոլեջները, քամփերը եւ երեխաներին սովորացնում էր ինչպես քայլել Աստծո խոսքով, Աստծո խոսքի մեջ, շտկում էր իրանց, ուղում էր, նույնիսկ լսում էր այն մարդկանց, որ հակառակ են, եւ ինքը գիտես ինչ էր ասում էր դուք ատում եք Ամերիկան, դուք ատում եք Աստվածաշունչը, բայց այս երկիրն է ու այս Աստվածաշունչն է, որ ձեզ նմաններին դեռ կանչում է, դեռ սիրում է, դեռ սփոփում է, ու ասում է, որ Քրիստոսը ձեզ համար խաչի վրա խաչվեց։ Եվ մի փոքրիկ խոսք եմ ուզում ասեմ սկզբից, հետո նոր շարունակեմ իմ խոսքը։ Օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որը մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով, երկնավորների մեջ Հիսուս Քրիստոսով, որ աշխարհի սկզբից առաջընտրեց, որ մենք սուրբ եւ անարատ լինենք իր առաջին։ Եվ գիտես պատվական է Տիրոջ առաջ սուրբերի նահատակվելը։ Հիմա կասեք ինչի, ինքը որովհետեւ warrior էր, այսինքն of true, տենց ասում, warrior of true, պատերազմող ճշմարտության համար եւ սիրում էր ճշմարտությունը խոսքը։ Ճիշտն ասած ես իրան չէի նայում, որովհետեւ նրանք երիտասարդ են, ավելի կրակոտ են, շատ անգլերենսի այդքան բարձր չի, որ իրանց ամեն ինչը հասկանամ, բայց երբ որ ինքը նահատակվեց, ես հասկացա իմ հարսերս, աղջիկս, տղաներս խառնվել են, իրար խոսում են, ասեցի մի հատ նայում ով է այս տղան, ինչ է այս տղան, ու նայում էի ու տեսնում էի, որ իսկապես որ ինքը համարձակ, սիրով խոսում էր Աստծո խոսքը եւ սովորեցնում էր երիտասարդ աղջիկներին, որ պետք չի սեռական հարաբերություն ունենալ մինչև ամուսնությունը, պետք չի, որ երեխաներին, որ Աստված պարգև է տվել, սպանեն, ոչ թե իրանք սպանում են երեխաներին, այլ այդ երեխայի սերունդն են սպանում, չէ որ դրանից սերունդ պիտի առաջ գար, երեխաներ պիտի ծնվեն, ու չգիտես ով կլինեին դրանք, ովքեր որ կպաշտեին Աստծուն, ովքեր կփառաբանեին Աստծուն, ճիշտ է հիմա դժվար ժամանակներ են ապրում, երբեմն մարդիկ մտածում են, որ ճիշտ չի շատ երեխաներ ունենալ, ինչի՞ չէ, հատկապես հավատացյալ ժողովուրդը, չէ որ Աստված
տալիս է այն մարդկանց երեխաներ, ովքեր կպատմեն իրանց Աստծո մասին, իրանց տատիկներին, իրանց մամաները կսովորացնեն Աստծո ճանապարհ։ Ես հավատում եմ, որ այս Չարլզ Քրիկի ծնողները անպայման ճիշտ են դասիրակել երեխային, ճիշտ ուղղության վրա են դրել, եւ նա իր կյանքը շատ նմանացնում եմ Ստեփանոսի հետ, որտեղ նույն ձևի իմաստությունով էր խոսում։ Մենակ ուզում եմ կարդամ 7-րդ գլխի, Գործկարաքելոց 7-րդ գլխի 54-ը եւ 52-ից 54-ը։ Կներեք, ես առաջի անգամ եմ սխբան եմ լինում։ Հա։ Հարկիսուսին։ Ու տեսնում ենք, թե ինչպես էին նրանք ատում Ստեփանոսի իմաստությանը, որն անկեղծորեն էր խոսում, սակայն նրանք չէին կարող դեմ դնել նրա իմաստությանը, էսի 10-րդ խոսքն է Ստեփանոսի ձերբակալությունը, բայց չէին կրնար դեմ դնել այն իմաստությանը ու հոգին, որով անկը խոսեր, այն ատեն հրապուրեցին քանի մարդկանց, որպեսզի սուտ վկաներ լինեն։ Շատ կարևոր է, որ զգուշ լինենք մենք մեր քայլերի մեջ, որ չլինենք սուտ վկաներ եւ անմեղ այրուն թափվի։ Ու հետո ասում է, անոնք այս բաները լսելով սրտերի մեջ կկապղեին։ Նույնիսկ կատվում էին։ Իրականություններ ասում տղան, պատմում էր, չէր ասում սխալ բան։ Ինքը իրանց հիշեցնում էր Մովսեսից, բայց ասում էր Քրիստոսով է ամեն ինչը։ Քրիստոսը հաղթեց մահին, կյանք տվեց մեզ, ինքը Աստված էր, բայց մարմին առավ, ինքը սուրբ էր, ոչ մի սխալ բան չարեց, միայն բժշկեց, մաքրեց, ճիշտ խոսք խոսեց, սովորեցնում էր, ոչ միայն Տեր էր, այլ նաև ուսուցիչ էր, եւ սիրով սովորեցնում էր, բայց նրանք Ստեփանոսն էլ իմաստությունով լեցված էր այս երիտասարդի նման, ու չէին կարողան նրա իմաստությանը դեմ դնել, ու ասում է սրտերի մեջ կատվում էին եւ քարկոծեցին Ստեփանոսին, մենակ Չարլզ Քրիկի պատմությունն էր, որ հիմա քարկոծում չկա եւ սպանեցին իրան կրակելով, Ստեփանոսի մահը ավելի տանջալից եղավ ինչ խոսք, բայց ես հավատում եմ, որ այդ պահին, որ երկինքը բացվեց, ասում է եւ քարկոծեն Ստեփանոսը, որ աղոտ կներ ու կսեր, Տեր Հիսուս, ընդունե իմ հոգիս, ու ծնկի վրա գալով բարձրացան աղաղակեց, Տեր, այս մեղքը մի սեպերանոնց, այս ասելով ննջեց։ Ինչքան սեր կա չէ իր սրտի մեջ, ինչքան սեր կար այդ երիտասարդի սրտի մեջ, որ ինքը կարողացավ Հիսուսի նման խնդրել, որ ներեն։ Եվ հավատում եմ, որ այդ պահին, եթե սերը չլիներ իր սրտի մեջ, ինքը չէր կարող աղոթել այտենց։ Սերն է, որ հաղթում է աշխարհին եւ մեղքին ու մահին։ Մեկ էլ մի խոսք Աստվածաշնչի մեջ Հովհաննես 12:24-ի մեջ ասում է, եթե ցորենի հատիկը հողի մեջ ինալով չմեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շարժ աթյուն կբերի։ Այսպես եղավ նաև Չարլի հետ։ Ես հետո որ սկսեցի նայել իրան, իմ երեխաներից խառնվելուց հետո սկսեցի նայել այդ տղային, տեսնում եմ այ մարդ, ինչքան լավ բաներ է ասում։ Ու հիմա Եվրոպայում, Ամերիկայում ամեն տեղ խումբ երիտասարդներ, դրոշակները բարձրացրած, շատ ժողովուրդ հետևում է իրան։ Ինչպես որ Քրիստոսին խաչելուց հարությունից հետո իրանք հալածեցին հավատացյալներին, առաքյալներին, ամեն մեկը միտեղ գնացին, մինչև հիմա 2000 տարի է։ Մինչև հիմա հավատացյալները քարկոծվում են իր անվան փառքի համար, բայց աճում ենք, բայց շատանում ենք, բայց հավատարիմ ենք մնում իրան խոսքին։ Եվ Աստված ասում է, որ ձեր կարողությունից ավելի ձեզ փորձություն չեմ տալու։ Միշտ էդի մենք հիշենք ու հաստատ կանգնենք, որ մեր կարողությունից ավելի Տերը չի տալիս։ Տերը գիտի, որ մենք ինչքան կարող ենք համբերենք ու մխիթարում է, ու ինչքան մեծ էր այս երիտասարդի մյուս առաքյալների, որ նահատակվեցին։ Մի խոսքի մեջ էլ ասում է, որ իսկի նրանք արժանի չէին իրանց։ Եվ այդ տեսակ անարժանները, որ ոչ մի բան էին, ինչ տեսակ մարդիկ են երկրի վրա այս վերցնում, որտեղ հասկանում են, որ շիտակ են խոսում,
դեպի կյանք են տանում իրանց խոսքերը, բայց միևնույնն է, իրանք չեն կարող կանգնեցնել Քրիստոսի սերը, Քրիստոսի հաղորդակցություն եւ Սուրբ Հոգու սերը, որ անում է մեզ համար։ Ես հավատում եմ, որ Եսայի 42:13-ը ասում է Տերը հզորի պես պիտի ելնե եւ պատերազմողի պես պիտի պատերազմի եւ իր ձայնը պիտի բարձրացնի, ես չեմ կարդում հիմա, ինչ որ գիտեմ եմ ասում, չեմ էլ գրել։ Պատերազմ ու պիտի ձայնը բարձրացնի ու պիտի հաղթի իր թշնամիներին։ Մենք հավատում եւ սպասում ենք դրա համար, որ Քրիստոսը կյանքալ, էությունը իր սրբությունը ու անցյալ ամիս ինձ մի բան բացվեց, ես 7 տարի շարունակ մի հատ խաչ ունեմ, վրան գրված է I am the way, the truth, the life, I am the branch, no, I am the ես եմ ոնց որ ճյուղը, դուք եք ճյուղերը, ես եմ արմատը, դուք եք ճյուղերը, ու այդ խաչը, որ ես միշտ կարդում եի, ես ասում եի you are Lord, you are, չի կարդում I am։ Մեկ է Սուրբ Հոգուն, ասում եմ, ինչի են սենց գրել, չէ որ ես չեմ, ես իրանով գնված եմ, ես իր այրունով, ով եմ ես։ Մեկ էլ ասում եմ, չէ, ես միշտ պիտի կարդամ you are։ Հետո հասկացա, ինչպես որ ասում ենք Հիսուս Քրիստոս, ինչպես որ ասում ենք Եհովա Հայր, իր անուններից մեկն էլ I am։ Իր անունն է էդի, ոչ թե I am ասելով ես ինձ եմ ասում, այլ էդ իր անուններից մեկն է։ Չէ որ Մովսեսին էր, որ փուշի մեջ խոսած, ասեց գնամ, ասեմ ով է ինձ ղրկե, ինչ պիտի ասեմ, ասեց գնա ասա ես եմ, որ եմ, ամեն, եւ ինքը որ եղել է կա ու պիտի կենա հավիտյան Հիսուս Քրիստոսի զորավորանով։ Հիմա մի հատ էլ Եսայի Եփեսացիների 6-րդ գլխի 10-րդ համարից կարծեմ, որ ասում ալասկե հետո ես ուզում եմ էսի, որ մեր եկեղեցին կյանք լինի եւ օրհնում եմ ձեզ Հիսուս Քրիստոսի անունով, թող Աստվածային սերը լցվի մեր սրտերի մեջ, միաբանություն ուզում եմ ասեմ։ Ալասկե հետո եղբայրներս զորանանք Տիրոջով, անոր զորության կարողությունով, մեր վրա հագնենք Աստծո սպառազինությունը, որ կարողանանք սատանայի հնարքներին դեմ դնել։ Եվ կարևորը մեր պատերազմը մարմինի ու այրունի հետ չի, այլ այս աշխարհի չար ուժերի, պետությունների, ղեկավարների հետ, որտեղ օդի իշխանը հիմա երկրի վրա ինքն է թագավորում, բայց մենք գիտենք, որ թագավորների թագավորը Տերն է ու վերջին խոսքը միշտ Իրանն է։ Փառք իր Սուրբ անվանը, օրհնում եմ ձեզ Հիսուս Քրիստոսի անունով եւ վերջում էլ ասում եմ, պատերազմ իմանանք, որ վերջը կա դրա։ Միտեղ կա, որ արդեն վերջանալուց հետո հաստատում մեր տեղը պիտի կանգնենք, ամուր բռնենք Տիրոջը խոսքը, հավատարիմ լինենք, չվախենանք ոչ նահատա, էդի պիտի լիներ, էդի պիտի լինի, հայտնության մեջ է, ասում է, իրանց հանդերձներ տրվեցավ սպիտակ, ու ասեք համբերեք, չէ որ Տիրոջ մոտ ամեն ինչ իր ժամանակին է լինում, մենք ենք, որ շտապում ենք, ասեց, որ ձեր եղբայրները լրանան, որոնք պիտի նահատակվեն իմ անունից համար։ Սոյետի մեծ փառք է, մեծ պատիվ է, որ իր անունի համար մենք նահատակվենք կամ քարկոծվենք, կամ հարվածենք, փառք Հիսուսին, գոհանանք, ուրախ լինենք, չտրտնջանք, թող Աստված փառավորվի, սիրով պատասխանենք։ Սիրով պատասխան, անպայման սերը հաղթում է, ես իմ անձնական կյանքից գիտեմ, որ սերը հաղթում է։ Փառք Հիսուսին, Տերը օրհնի ձեզ, Աստված պահի պահպանի ձեզ, իր երեսը պայծառացնի ձեր վրա, ողորմի ձեզ, եւ ուզում եմ իմ ժողովրդին, որոնք որ լսում են, ես առաջի անգամ եմ խոսում, կներեք, ուզում եմ, որ դուք ապաշխարության աղոթքը ասեք, կրկնեք ինձ հետ հիմա, որտեղ շատ կարեւոր է։ Ձեր կյանքը կփոխվի, ես չեմ ասում կդառնա լավ 100%-անոց, բայց դուք չեք լինի մենակ, երբ որ փորձության մեջ լինեք։ Դուք գիտեք, որ Հիսուսը եւ Սուրբ Հոգին ամեն ուր է, մեր մեջ է, մեր հետ է, եւ ինքը ձեզ կօգնի։ Եվ խնդրում եմ, եթե կարելի է կրկնեք այս աղոթքը։ Հայր Աստված, գալիս եմ քեզի քո որդի Հիսուս Քրիստոսի անունով։
Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը քո որդին է, եւ ինքը իմ մեղքերիս համար մահացավ եւ հարություն առավ, որով հաղթեց մահվան անեծքին։ Եվ խնդրում եմ Հայր Աստված ու հրաժարվում եմ սատանայից, մեղքից, մահից, հիվանդություններից, անհաջողություններից եւ գալիս եմ քեզ որպես քո որդին, ընդունիր ինձ Տեր։ Ես ուրախ եմ, որ դու ինձ ընդունես։ Ես շնորհակալ եմ, որ դու ինձ ընդունես, Տեր իմ Աստվածս։ Դու փառավորվես այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից ամեն։ Տերն օրհնի մեր քրոջը։ Հրաշալի խոսքեր։ Գիտեք, շատերը կարող է չիմանան, բայց Չարլի Քըրքը շատ ջահել տղա էր, երիտասարդ էր ինքը։ Ինքը 31 տարեկան էր, այո։ Եվ գիտեք, շատ առանձնահատուկ մարդ էր։ Ես ինքս նայում եմ նախքան որ ինքը նահատակվեր, իր վիդեոները նայում էի, եւ հետաքրքիրն էր, որ ինքը երիտասարդ էր։ Եվ ինքը գնում էր համասարաններում երիտասարդների մեջ։ Նեղ որ գիտեք լրիվ իրանք հպարտ, լիբերալ երիտասարդներ են, կիրթ։ Եվ ինքը Աստծո խոսքն էր ինքն էլ քարոզում դրանց մեջ։ Գիտեք, եսի քաջություն է պետք սրա համար։ Սրա համար մեկը որ ասենց նայի օտարներն ինչ կարծիք են կազմում իր մասին, այտենց մեկը չի կարողանա դիմանա։ Շատ երիտասարդներն այսպես են, գնում են, մի բան են ասում, տեսնեն օտարներն ինչ են մտածում դրա մասին։ Իրանք էլ նմանվում են այդ միջավայրին։ Բայց այս Չարլի Քըրքը ինքը գնում էր եւ ինչ էր որոշ մի բաներ ես կիսվեմ ձեր հետ, ինքը այդ համասարամոլներին շատ սիրով հետները խոսում էր։ Մի անգամ էլ էսենց բան եղավ։ Մի հատ տրանցից այդ աղջիկ էր ինքը լեսբիան։ Եկավ եւ այսպես ասեց, ինչի ես դու մեզ ատում։ Ինչի ես ասենց գաղափարներ կազմում, որ մեր դեմ է։ Եվ ինքը շատ սիրուն պատասխան տվեց, ասեց, գիտես, մենք ոչ մեկս ձեզ չենք ատում։ Մենք ձեզ սիրում ենք, եւ իմ ամենաբարձր փափակը սա է, որ դու ունենաս գեղեցիկ ընտանիք, ինչպես որ ես ունեմ։ Դու նույնպես ունենաս լավ, գեղեցիկ, փոքրիկ բալիկներ, ինչպես որ Աստված է ինձ տվել։ Եվ իրանց ասում էր Աստծո ծրագիրը սա է քո համար։ Եվ այս աղջիկը կապուտ մազերով սենց լսեց ու սենց մտածեց սրա մասին։ Բայց հետաքրքիրն էր, որ անընդհատ իրանք գալիս են այս երիտասարդներն ու իր դեմին կանգնում։ Աթեիստները, համասերամոլները, դեմոկրատներ, ամենը իրան հակառակին կանգնում։ Բայց ինքն էսպես շարունակում էր, սիրով իր խոսքն էր ասում։ Եվ այս վերջի անգամներից մեկն էլ ինքը ասենց ինտերվյու էր անում, եւ ինտերվյու անողն իրան ասեց, գիտես, շատերը կան, որ քեզ չեն սիրում։ Եվ վտանգավոր է մեկ քիչ էս քո վիճակը։ Ինքն էլ ասեց, Գիտեմ, որ շատերը կան ինձի չեն սիրում, ատում են եւ մի օր էլ կարող է ես ինձի վիրավորեն կամ վնաս տան, բայց ես պատրաստ եմ։ Եվ ինքը հավատարիմ շարունակեց մինչև վերջ եւ վերջը ինքը նահատակվեց։ Եվ գիտեք, ինքը մերժված գնաց այս աշխարից։ Բայց կարևորն է սա, որ Տերն իրան ընդունեց։ Գիտեք, ինքը արտացոլեց Հիսուսի կյանքը։ Գիտեք, Հիսուսն էլ զարմանալի բան է։ Հիսուսն էլ մերժված էր։ Գրված է մի անգամ Հովհաննես 6:15 Հիսուսին եկան ուզում են իրան թագավոր սարքին զորով։ Հիսուսը առանձինացավ եւ գնաց եւ հետո Հովհաննես 18-ին ասում է իմ թագավորությունը
այս երկրից չի։ Ես այս երկրի թագավորությունը չեմ ընդունում։ Եվ հետաքրքիր է, որ այս Աստծուն, որ մենք պաշտում ենք, եւ այս թագավորությունը, որ Հիսուսը խոսում է, մերժվածների թագավորությունն է։ Մերժվածների թագավորությունն է։ Այն թագավորությունն արես աշխարհը չի սիրում։ Ինչպես որ Չարլի Քրքին սպանում են, մերժում են, նույնն էլ էս աշխարհը։ Եվ Հիսուսն էսպես ասում, որ Ղուկաս 5:32 ասում է, ես չեմ եկի, որ հարգելի մարդկանց ապաշխարություն քարոզեմ եւ բերեմ թագավորության մեջ, բայց մերժվածների համար եմ եկել։ Զարմանալի խոսք է էսի։ Եվ առակ է տալի Հիսուսը Ղուկաս 14։ Իրեք ես շատ նման էս առակը երկու անգամ լինում է Աստվածաշնչի մեջ։ Մեկը Ղուկաս 14:16-ում է լինում։ Մյուսն էլ լինում է Մատթեոս 22:1։ Եվ Հիսուսը բացատրում է Աստծո թագավորությունը այսպես է, որ մի հատ մարդ է լինում, որ մեծ խնջույք է պատրաստում։ Եվ հրավիրում է շատերին այս խնջույքին։ Եվ ասում է այդ ժամանակ իր ծառային ուղարկում է, որ գնա եւ հրավիրի։ Եվ հատ ինքը գնում է այդ դրանց մոտ հրավերելու եւ մեկն ասում է, գիտես, ես նոր դաշտ եմ առել։ Ես մյուսն ասում է, ես պետքա բիզնեսով զբաղվեմ։ Եվ ամեն մեկը այսպես մի հատ excuse են առաջ ասում, որ ես կուզենայի, բայց չեմ գալու, զբաղված եմ օտար ավելի կարևոր բաներով։ Եվ վերջը այս ծառան հետ է գնում տիրոջ մոտ, ասում է, ոչ ոք չի գալի։ Եվ Տերն ինչ է իրան ասում։ Ասում է գնա փողոցներում։ Գնա ումերին, նրանք որ աղքատ են, նրանք որ կույր են, նրանք որ իրենց ոտը կաղ է, ըտրանք որ մերժված են այս աշխարից, գնա եւ ըտրանց հրավիրի։ Զարմանալի խոսք է, որ մեր Տերը այսպես մեկերի է հրավիրում իր խնջույքին։ Եվ ասում է, որ այդ ծառան գնում է եւ վերջը այտենց մեկերի է բերում իր խնջույքի մասնակից դարձնում։ Եվ Ղուկաս 14:24 այսպես ասում, որ ոչ մի այն անձնավորություններ, որ սկիզբից հատուկ հարգվածին ու հրավիրատոմսին ստացել, իմ խնջույքի ճաշից չեն մասնակցի։ Զարմանալի է։ Եվ Մատթեոս 22-ում էլ շատ նման պատմություն, այս անգամ հարսանիքի խնջույք է լինում։ Եվ ասում է, Աստծո թագավորությունը այսպես է։ Թագավորը իր տղու համար հարսանիքի խնջույք է պատրաստում։ Եվ ասում է իր ծառաներին ուղարկում է։ Եվ ասում է հրավիրեք, որ գան։ Եվ նրանք ինչ են անում, այս պատմությունը մի քիչ տարբեր է գնում։ Ասում է, որ այդ ժողովուրդներն, որ լսում են, իրան մի մասը չեն լսում, ուշադրություն չեն դարձնում, բանի տեղ չեն դնում այդ ծառաներին մի մասը, մի ուրիշ մասը գալիս են եւ թողում են գնում են։ Մի ուրիշ մասը գալիս են ասում են մենք սպաղված ենք օտար գործերով։ Եվ ուրիշ մասը այդ հրավիրածների գալիս են եւ սկսում են ծեծել այդ ծառաներին, որ իրանց հրավիրում է։ Եվ իրանց սպանում են որոշներին։ Եվ այսպես է ասում, որ թագավորը լսելով բարկանում է եւ միջից տանում է լրիվին։ Եվ իրանց քաղաքը։
Եվ այսպես է ասում թագավոր, ասում է այդ հարսանիքի խնջույքը ես պատրաստել եմ, բայց նրանց, որ ես հրավիրել էի, արժանի չէին։ Եվ ինչ է ասում, նորից ասում է գնա փողոցները, եւ ումին որ գտնում ես փողոցների մեջ, այդ մերժվածներին, դրանց հրավիրի։ Եվ ասում է գնում է եւ դրանց է բերում։ Զարմանալի է։ Գիտեք, հաճախ մենք նայում ենք հավատքը եւ ես ենք մտածում որ դե մենք լավ բան ենք մարդկանց առաջարկում։ Չարլի Քերքը եւ մնացած լրիվ մարգարեները իրանք լավ բան են ասում։ Ասում են ապաշխարեք, Տիրոջը ճանաչեք, արդարության ճանապարհը գնացեք, որպես օրհնված լինեք։ Բայց տեսնում ենք, որ դրանք մի ուրիշ հոգի է իրանց մեջ։ Այդ բարի խոսքը, բարի լուրը փոխարինոր ընդունեն սիրով, մերժում են եւ հակառակում են, որտեղ որ իրանց ներսը չար հոգի է։ Չար հոգին, գիտեք, մեղքն է սիրում։ Չար հոգին չի ուզում գա դեպի լույսը եւ դրա պատճառով մերժում են։ Եվ մեծնամասնություն էս աշխարհը սիրելիներ։ Եթե ճիշտ կյանք ես ապրում, քեզի չի ընդունելու։ Եթե լավ բան ես ասում, քեզի կհակառակի, ինչեւ որ վերջ։ Եվ էսի շատ կարևոր է որ հասկանանք եւ իմանանք, որտեղ Հիսուսը անգամներ էսի կրկնում է։ Հիսուսն եկավ աշխարհ, որ կյանք բերի։ Բայց ինչա գրված, գիտեք, այս նախադասությունը 6 անգամ կրկնվում է Աստվածաշնչի մեջ։ Առաջի անգամը տեսնում ենք Սաղմոս 118:22, այն քարը, որ ամենակարևորն էր, կառուցողները մերժեցին եւ անարժեք ձևով մերժեցին ու գցեցին։ Բայց դա ամենակարևորն էր, ամենաթանկարժեքն էր։ Սա Հիսուսն է։ Հիսուսին մերժեցին այս աշխարհը։ Եվ այս խոսքը ասեմ Սաղմոս 118-ում, Մատթեոս 21, Մարկոս 12, Ղուկաս 20, Գործք առաքելոց 4, Առաջի Պետրոս 2:7։ Նույն խոսքը կրկնվում է։ Այսինքն սիրելիս իմացի, որ այս աշխարհը չի սիրում Հիսուսին, մերժում է։ Եվ շատ նեղ է ճանապարհը, որ գնում է դեպի հավիտենական կյանք, սիրելիներ։ Եվ Հիսուսն այս խոսքն է ասում Ղուկաս 6:26 ասում է վայ ձեզ, որ մարդիկ շատ լավ բաներ են ասում ձեր մասին։ Իմացեք, որ սուտ մարգարեների մասին նույնպեսի լավ են խոսում, նույնպեսի քաղցր բաներին ասում։ Սիրելիներ, եթե դու հալածվում ես այսօր, որտեղ որ Հիսուսին ես կպած, իմացի, որ ճիշտ գծի մեջ ես։ Իմացի, որ այս ճանապարհը նեղ ճանապարհն է, որ Հիսուսն ասում է։ Բայց եթե ամենը ընդունում են քո խոսքդ, այս աշխարհի բնակիչները, նրանք որ մեղքի մեջ են ընդունում են, իմացի որ մի բան սխալ է, զգուշ եղի։ Հիսուսն էսա զգուշացնում։ Իսկական հավատացյալները մերժված են այս աշխարհից։ Եվ Մատթեոս 5:10 շատ գեղեցիկ խոսք է։ Այսպես է ասում է երանելի են նրանք, որ հալածված են արդարության համար։ Հալածվում են արդարության համար։ Ասում է իրանցն է թագավորությունը, երկնքի թագավորությունը իրանցն է։ Եթե դու հալածվում ես արդար ճանապարհի մեջ, արդարության ճանապարհի մեջ,
իմացի, որ թագավորությունը Աստծո քո համար է։ Եվ ասма երանելի եք դուք, որ մարդիկ ձեզի անարգում են, հալածում են, եւ սուտ եւ չար բաներ են ասում ձեր մասին իմ պատճառով։ Գիտեք, շատ մարդիկ կան ասենց իրավիճակներում, նայում են ասում են, գիտես, իմ ընտանիքը ինձ չի սիրում։ Այնինչն ես բան վատ կարծիքն ունի։ Եվ իրանք տխրում են այդ ժամանակ, հուսահատվում են։ Բայց Հիսուսն ինչ է ասում։ Ասում է, երբ որ այսպես բան է լինում, երանելի եք, այո, եւ ուրախացեք։ Ասում է, ուրախացեք։ Այդ պարագահում, որ հալածվում եք, ուրախացեք։ Որտեղ որ մեծ է ձեր վարձքը երկնքում, որտեղ որ նույն ձևով մարգարեներին հալածեցին։ Ճիշտ մարգարեներին, սիրելիներ, ամեն մարգարեներին հակառակեցին, հալածեցին։ Եվ եթե մենք էլ նույնպես ճիշտ ենք քայլում, մեր ճանապարհը փափուկ ու հեշտ չի։ Մեր ճանապարհը դժվար է։ Առաջի Պետրոս 4:14 Պետրոս առաքյալն է խոսում։ Տեսնենք ինչ է ասում սրա մասին, ասում է, եթե դուք անհարգված եք Քրիստոսի անվան համար, իմացեք, որ դուք օրհնված եք։ Դուք օրհնված եք, որտեղ որ փառքի հոգին ձեր վրա է, եւ Աստծո հոգին ձեր վրա է։ Եվ եթե դուք ցավ եք զգում, ցավի մեջորով եք անցնում, սիրելիս, ասма մի ամանչի, բայց փառք դուր Աստծուն, որ դու այդ անունը քո վրա է։ Գիտեք, մի հատ քույր էր, ասեց, այս գեղեցիկ խոսքը, ասեց, ես պատրաստ եմ, որ կոչվեմ Քրիստոսի հիմարը։ Գիտեք, մենակ որ թող որ ես Քրիստոսի հիմարը լինեմ։ Քրիստոսի հիմարը լինեմ։ It's okay, ինձի հիմար են կոչում։ Այսպես պետք է լինենք, սիրելիներ։ Մենք պետք է մեզ ինքներս քաչալերենք։ Նայեք Հիսուսն ինչ ասում, ուրախացեք։ Սենց մոմենտներ լինում է։ Մեկը որ հավատքի մեջ կանգնած է լինում, դժվարությունը գալիս է։ Եթե հիշենք Դավիթի պատմությունը, մոմենտ եղավ, որ Դավիթը փախնում էր Սավուղից։ Եվ մի օր ինքը դուրս է գնում է իր քաղաքից, Զիգլագ քաղաքից, վերադառնում է, տեսնում է թշնամին եկել է լրիվ ավիրել է, ունեցած չունեցած գողացել են, իրանց կին ու երեխաներին էլ տարել են գերի։ Եվ ինչ անում Դավիթը, գրված ինքը գնում է, աղոթում է, եւ Տիրոջ ներկայության մեջ ինքն իրան քաչալերում է։ Այսպես է գրված։ Սիրելիներ, մեր ուժը պետք է հասկանանք, գալիս է Տիրոջից։ Գիտեք, մեկ քրիստոնյաները շփոթվում են, նայում են դուրսից անհավատների կյանքը, որը ժամանակ անհավատի կյանքը դուրսից շատ գեղեցիկ է երևում։ Լավ տուն ունի, քանի հատ ավտո ունի։ Նայում է, տեսնում է, միգուցե ժպտում է այդ անձնավորությունը, կարծում է, որ բա ինչ ուր է Աստծո արդարությունը։ Ուր է այդ դատը, որ պետք է այս չար մարդու կյանքն լինի։ Եվ մեկ էլ նայում են, տեսնում են դուրսից հավատացյալի կյանք կարող է վիճակը լավ չի, աղքատ է կամ մի բան է։ Բայց սիրելիս, իմացի այն ինչ որ մեր ներսն է, լրիվ տարբեր է։ Կարող է քրիստոնյա եւ աշխարհային նույն դժվարության մեջ է դա։
Բայց այն ներսը աշխարհիկի դատար կա։ Ընդրա ներսը հույս չկա։ Ընդրա ներսը խավարով լցված է։ Բայց քրիստոնյան կարող է այդ նույն դժվարությունով անցնի, բայց Տերն իրան խաղաղությունով լցնում է։ Տերն իրան ուրախությունով սրտի մեջ ներկա է եւ մենակ չի թողնում։ Սիրելիներ, ներսը, թակավորությունը Աստծո մեր մեջ է։ Մենք չենք նայում դուրսի իրավիճակները։ Եվ դուրսի իրավիճակները, գիտեք, Աստված թույլ է տալի։ Բայց իմացեք, որ այս դժվարությունները ժամանակավոր է։ Բայց մեր վարձքը հավիտյան է։ Ամեն։ Պողոս առաքյալն էլ նույնպես առաջի Կորինթացիս, այսպես ասում, մենք դարձել ենք այս աշխարհի աղբը։ Երբ որ մեզի անարգում են, մենք բարի խոսքերով պատասխանում ենք։ Այդ այսպես է երևում, ով է աշխարհի մեջ եւ ով է Աստծո մեջ։ Նա որ Աստծո մեջ է, բարի խոսքեր է խոսում։ Նա որ աշխարհային է, անարգում է, շուտ ուզում է քանդի։ Սիրելիներ, թող որ դրական լինենք։ Տերը նա վերջը վրեժը վերցնում։ Գիտեք, մեր Տերը ինքը արդար դատավորն է։ Ամեն։ Եվ հետաքրքիր բան է։ Ուրեմն խոսացինք, որ Աստծո թագավորությունը մերժվածների թագավորությունն է։ Եվ Մատթեոս 25:40, այսպես է ասում Հիսուս, ասում է թագավորն այսպես կասի, երբ որ ամենա այս փոքրերին, ամենա չնչիններին, որ մերժված են սրանք, դու մի լավ գործ անես, դու ինձ ես արել։ Դու ինձ ես արել։ Սիրելիներ, թող որ մենք սեր ցույց տանք։ Սիրո երեխաներ ենք մենք։ Միշտ հիշեք այդ խոսքը։ Տերը կանչել է մեզ, որ սիրո երեխաներ լինենք։ Եթե իրոք Տերը մեր մեջ է բնակվում, եւ Տերը սեր է, մենք էլ նույնպես սիրում ենք, չէ՞։ Պետք է սիրենք։ Եվ սերը գործով է հայտնվում։ Ես մի հատ կարճ պատմություն կուզենամ կիսվեմ, ուրեմն մի քանի օր առաջ գնացել ենք աղքատներին կերակրելու եւ վկայելու downtown-ում։ Եվ հետաքրքիր էր այդ մի հատ այդ աղքատներից իր հետ սենց խոսում էի եւ վկայում էի, ասում էի, գիտեք, Հիսուսը ձեր հույսն է։ Հիսուսը ձեզ կարող է փրկի այստեղից։ Եվ ինքը նայեց, սենց ասեց, դուք non-profit organization եք, չէ՞։ Ասեց, լավ բիզնես եք անում դուք։ Ես էլ եմ ուզում non-profit սկսեմ, լավ բիզնես անեմ, մի բան էլ կողքից կտանք աղքատներին ստենց գործեր կանենք։ Ես իրարասի սիրելիս, մենք ստեղ բիզնեսի համար չենք եկի։ Մենք ինչ-որ տալիս ենք ստեղ, հենց մենք ինքներս ենք, մեր կրպաններից ենք տալի, ոչ մի շահ մեր համար չենք վերցնում։ Էսի, գիտեք, ցավոք սրտի շատերը կան։ Եվ ես չեմ կարող իրան էլ ասեմ, որ քրիստոնությունը, նրանք որ իրանց կոչում են քրիստոնյա, ամենը ճիշտ է իրանց մոտիվները, որտեղ շատերը սխալ են։ Շատերը Հիսուսն ասում է կգան եւ գայլի պես գառնուկի մորթով մարդկանց կմոտ կանան։ Եվ ինչ է իրանց նպատակը սրանց, որ իրանց շահի հետևից գնան։ Եվ մարդիկ էլ հասկանում են։
շատ ցավալի է։ Եվ իրան ասի ոչ, մենք եկել ենք որ ծառայենք, սեր ցույց տանք։ Հիսուսը ասեց ինչպես որ ստացել եք, դուք էլ տվեք։ Տվեք։ Ավելի օրհնված է ով տվողը։ Այո, այս ամեն մեկս պետք է էսի հասկանանք։ Գիտեք, ամեն մեկս մի գանձ ունենք մեր սրտերի մեջ։ Տերը մեզի շատ բաներ ա տվել։ Մեզի շունչ ա տվել, կյանք ա տվել, գործ ա տվել, լեզու ա տվել, կարող ենք խոսանք։ Թող որ մենք Տիրոջ կամքը կատարենք։ Թող որ օգտվենք իր փառքի համար։ Եվ թող որ չամանչենք։ Գիտեք, շատերը ամանչում են։ Քաշվում են, ասում են, գիտեք, լավ բան է, բայց իմ համար չի։ Սիրելիս, ինչքան որ կարող ես։ Կարող ես դու քո հարևանին աղոթի եւ իրան վկայի։ Այդքանը կարող ես։ Կարող ես մի հատ Աստվածաշունչ առ։ Դի ավտոյիդ մեջ փողոցով անցնում ես, աղքատ ես տեսնում, իրան ասա ես միգուցե մի հատ քո համար ճաշ առնեմ։ Եվ ճաշն որ առնում ես, Աստվածաշունչն էլ նվիրի իրան։ Մի բան արա, սիրելիս։ Եվ Սաղմոս 110-ին այս խոսքը կասեմ եւ կանցնենք։ Սաղմոս 110-10 Դավիթը շատ գեղեցիկ խոսք է ասում։ Ասում է ամբողջ իմ սրտով ես իմ ջանքով փորձում եմ որ քեզի ծառայեմ։ Ինձի պահիր ինձ որ քո պատվիրաններից չխախտեմ։ Քո պատվիրանները չխախտեմ։ Ինչ աղոթում Տեր ինձի զորությունը տուր որ քո պատվիրանները պահեմ։ Իրոք մենք այս աղոթում ենք, ինչ գեղեցիկ աղոթ կա։ Եվ Հիսուսը Մատթեոս 5:6 հենց սրա շարունակությունը դες ինչ է ասում։ Երանելի են եւ օրհնված են նրանք, որ ծառավում են, որ սոված են արդարության համար։ Ծառավ են եւ սոված են արդարության համար։ Եվ իրանք կհագենան, կկշտանան, այո, իրոք մենք ծառավ ենք և սոված ենք արդարության համար, ուզում ենք Տիրոջ կամքը կատարենք, եթե ուզում ենք և աղոթում ենք և փնտրում ենք և թակում ենք այս դուռը, ասմա եթե մեկը ամբողջ իր սրտով ինձի հետևի, կգտնի։ Ով է արդարությունը Տերը։ Մենք պետք է փնտրենք իրան։ Եվ նա հավատարիմ է եւ մեզի կտա մեր աղոթների ցանկությունը։ Աղոթները մենակ նրա համար չի, որ մենք իրերի հետևից լինենք։ Պետք է աղոթենք, որ իր կամքը կատարենք։ Ամեն